Ինչպես նիհարել ընդհատվող ծոմապահության միջոցով։ Ընդհատվող ծոմապահությունը intermittent fasting (IF) սննդակարգ է, որը հերթագայվում է ուտելու և ծոմ պահելու ժամանակահատվածների միջև։ Այն կենտրոնանում է ոչ թե այն բանի վրա, թե ինչ եք ուտում, այլ երբ եք ուտում։ Այն կարող է օգնել քաշի նվազեցմանը, կալորիաների ընդունումը նվազեցնելով և բարելավելով, թե ինչպես է ձեր մարմինը օգտագործում էներգիան։ Ահա թե ինչպես մոտենալ դրան արդյունավետ կերպով։ Ընտրեք ծոմապահության մեթոդ 16-18 մեթոդ, ծոմ պահեք 16 ժամ, ուտեք 8-ժամյա պատուհանի ընթացքում, օրինակ 12-ից 8-ը։ 5-2 մեթոդ, 5 օր ուտեք սովորականի պես, իսկ 2 օր ոչ հարջորդական օրերին սահմանափակեք կալորիաները մոտ 500-ից 600-ի։ Eat Stop Eat, ծոմ պահեք 24 ժամ շաբաթը 1 կամ 2 անգամ։ 1 օր ուտել, 1 օր ծոմ։ Մի օր ուտեք սովորականի պես, հաջորդ օրը ծոմ պահեք կամ շատ քիչ ուտեք։ Կենտրոնացեք սննդարար մթերքների վրա։ Ուտելու պատուհանների ընթացքում առաջնահերթ ընտրեք թեթև սպիտակուցներ, հավ, ձուկ, թոֆու ձու, առողջ ճարպեր, ավոկադո, ձիթապտղի յուղ, ընկուզներ, մանրաթելեր և վիտամիններ։ Խուսափեք վերամշակված մթերքներից, շաքարով ըմպելիքներից և չափազանց մաքրված ածխաջրերից։ Մրգերը շաքար ունեն, հատապտուղներն ունեն ավելի քիչ շաքար, կաթը շաքար ունի, քաղցրավենիքները շաքար ունեն, թխված քաբլիթները, շոկոլադե սալիկներ, խմորեղեններ ունեն շաքար, շաքար, շաքար։ Պահպանեք ջրային հավասարակշռությունը։ Խմեք բավարար քանակությամբ ջուր, սև սուրճ կամ բուսական թեյ ծոմապահության ընթացքում։ Ջրառը օգնում է վերահսկել քաղցը և աջակցում է նյութափոխանակությանը։ Տանը պատրաստված ոսկրային արգանակը կարող է օգնել ավելի երկար ծոմապահության ժամանակահատվածներում։ Եղեք հետևողական։ Ձեր մարմնին ժամանակ է պետք հարմարվելու համար։ Կարող է պահանջվել 1-2 շաբաթ, մինչև դուք ձեզ հարմարավետ զգաք ծոմապահության ժամանակահատվածների ընթացքում։ Համադրեք շարժման հետ։ Թեթևից միջին ինտենսիվության վարժությունները, օրինակ, քալք, յոգա կամ ուժային մարզումները նպաստում են ճարպի կորստին և պահպանում մկանային զանգվածը։ Լսեք ձեր մարմնին։ Եթե զգում եք գլխապտույտ, ուժեղ, հոգնածություն կամ վատ ինքնազգացողություն, հարմարեցրեք ծոմապահության ժամանակահատվածը կամ դադարեցրեք այն։ Այն բոլորի համար հարմար չէ, հատկապես որոշ բժշկական խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Քուն և սթրեսի կառավարում։ Վատ քունը և բարձր սթրեսը կարող են խանգարել քաշի նվազեցմանը։ Նպատակ դրեք քնել 7-9 ժամ և կիրառեք թուլացման տեխնիկաներ, ինչպես մեդիտացիան կամ խորը շնչառությունը։ Միշտ խորհրդակցեք առողջապահական մասնագետների հետ նախքան ընդհատվող ծոմապահություն սկսելը, հատկապես եթե ունեք շաքարային դիաբետ, ցածր արյան ճնշում կամ այլ առողջական խնդիրներ։ Հուսով եմ այս խորհուրդները կօգնեն ձեզ նիհարել։